Այսօր կնոջը իշխող պատժի քողարկող հին սովորույթները հեռու են մեր իրականությունից։ Անկամ եթե այրի գլուխը Քրիստոս է, ոչինչ չի խոսում այն մասին, թե ցանկացած տղամարդու Քրիստոսը է ղեկավարում։ Այստեղ ուղղակի պատկերավոր սովորույթ է ներկայացվում ի գիտություն առաջի դարյան բիրտ կենցաղավարողներին, որը մինչ օրս պահպանվում է մի շարք ազգերի ու ցեղերի մոտ, լինելով այն պարտադիր, առանց որի այրերի գերիշխող կենցաղը կթերանա։ Ծածկոց կրելը ստորացուցիչ չէ, այն նաև ըստ որոշ կանանց համոզմունքի իրենց այրերի նկատմամբ մեծ ծահոկություն է, քանզի կինը ծածկվելով անփոփոխ է մնում բնույթի մեջ, ցանկացած համայնքում ծածկող սովորույթը պահպանվելով կանանց մոտ հավատի նկատմամբ մեծություն չի արձանագրվում, այլ որպես հոգևոր մշակույթ ընդունված է համարվում եկեղեցիներում։ Կնոջ անհնազանդությամբ ամոթափել նախատինքից տրվեց պատժաչափ, որի դատապարտությունից քողարկվեց ամոթահար դրվածքի տակ։ Սակայն փրկության շնորհը ոչ միայն այրի, այլ նաև կնոջ նախատինքը Քրիստոսը վերցրեց, նրան տալով համարձակություն վերականգնելով կնոջ մուտքը սրբության սրբոց։ Եթե կնոջ ամուսինը հոգևոր չէ, այդ դեպքում ինչպես կարելի է վարվել, երբ որ ամուսինը չունի հոգևոր մտածելակերպ։ Այրերը լավ հասկանում են կանանց հակառակությունների անկոտրուն կամքը, թե անհնար է կնոջը բացատրել, եթե կինը չի հնազանդվում, եւ ամուսնու ասածը բացարձակապես նրան հետաքրքիր չէ։ Եվ նման կանայք, լինելով հոգևորականներ, ընդդեմ են գնում իրենց ամուսինների կամքին։ Այսինչ քրիստոնեությունը հետաքրքիր է, երբ ամուսնական շրջանում նրանք բոլորովին հակացուցված, հակառակվող պարկ են ցուցաբերում իրենց ամուսինների նկատմամբ։ Ես շատերի հետ եմ զրուցել, որոնք չեն ցանկանում գալ հոգևոր ժողովներին, պատճառաբանելով, թե իրենց ամուսինները արգելում են։ Իսկ որ ամուսինը կցանկանա, որ իր կինը մասնակից լինի մի հոգևոր ժողովի, որտեղ այնպիսի կանայք են նստած, ովքեր իրենց ամուսիններին բացարձակ ոչ մի բան են համարում։ Նրանք հաճ գիտակցում են, որ եթե իրենց կանայք այցելեն հոգևոր ժողովներին, նրանք պիտի շփվեն այդ կանանց հետ։ Այդ իսկ պատճառով էլ նրանք արգելում են մասնակից լինել նրանց կանանց հոգևոր ժողովներ հաճախելուն, որպեսզի նրանց կանայք նույնպես չվարվեն այնպես, ինչպես այդ կանայք են վարում իրենց ամուսինների հետ։ Չեն ուզում ստորանալ եւ պարակտել իրենց տան անդորը։ Ես մտադիր չեմ հոգևոր քույրերին վատաբանելու եւ նսեմացնելու քաբլեցի, քանզի երկնայինին հաճեցնելու համար պիտի ամուսնուն հաճեցնես, որպեսզի երկնայինը հաճի։ Իսկ որ տղամարդը կհամարձակվի իր կնոջը առաջնորդելու նման եկեղեցական համայնք, երբ քաջ գիտակցում է, որ նա մարտահրավեր է նետում իր իսկ գլուխ լինելուն, որտեղ գիտակցում է, որ նրա կառավարումը ծառայությունն Աստծուն մատուցելը, եւ այդ կերպ համայնքը պիտի ծառայություն մատուցի Աստծուն։